ուշ երեկոյան բոլորիս հայտնի դարձավ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ունի նոր գերագույն հոգևոր առաջնորդ, այդ պաշտոնում փորձագետների խորհուրդը ընտրեց Մոջթաբա Խամենեիի տեխնացությունը, այսինքն հանգուցյալ հոգևոր առաջնորդու որդուն ընտրեցին հոգևոր առաջնորդ։ Գիտեք, նույնիսկ միջև հայտնի իրադարձությունները, այսինքն այս էսկալացիան, Իրանի վերնախավում կար նման քննարկում, որ Մոջթաբան կարող է դառնալ հոգևոր առաջնորդ, այդ հարցը միանշանակ ընկալում չուներ ոչ հասարակության կողմից, ոչ Իրանի վերնախավի կողմից։ Ավելի շուտ դրան ընդդիմացող շերտերը բավականին շատ էին։ Ավելին ասեմ, Իրանի Իսլամական հեղափոխության կարևորագույն սկզբունքներից մեկը, քանի որ այդ հեղափոխությունը տապալել է շահի միապետությունը, իշխանության ժառանգականության սկզբունքի մերժումն էր։ Բայց այս դեպքում Խամենեիի որդու շուրջ եղել է կոնսենսուս ակնհայտորեն եւ դա կարծում եմ ֆորս մաժորային իրավիճակում դրա ընտրությունը ավելի շատ մեսիջ էր, որ նույն ազգանունով մարդը շարունակի լինել հոգևոր առաջնորդ, դա մեսիջ էր Միացյալ Նահանգների եւ Իսրայելին, որ դուք հաջողության չեք ասել։ Ստանդարտ վիճակներում գուցե Մոջթաբան չընտրվեր կամ այլ տեխնացություն քննարկվեր, բայց հիմա սա ուղերձ էր, որ դուք ձեր նպատակին չեք ասել։ Երկրորդ ուղերձը, որ կոշտ քաղաքականությունը Իրանի պահպանվելու է,